Մարդիկ ստիպված են թեթևացնել գնումների զամբյուղը վճարել կարողանալու համար։ Մինչ թոշակներն ու աշխատավարձները նույնն են մնացել, թանկացել է գրեթե ամեն ինչ՝ միսը, կատնամթերքը, մակարոնեղենը, անգամ հացը։ Տնտեսվարողներն էլ խոստովանում են, ոչինչ չեն կարողանում անել գնաճի շղթան կանգնեցնելու համար։ Միջին աշխատավարձը հազիվ ամսվա սնունդին է բավականացնում, դժգոհում են երևանցիները։ Սննդամթերքի գնաճ նկատում եք։ Այո, իհարկե։ Ինչն է թանկացել հատկապես։ Այսօր առավոտյան ես նկատեցի, որ կանաչեղենը հատկապես թանկացել է։ Առավոտյան շուկա է եկել մեր զրուցակիցը, ճաշ պատրաստելու համար մի քանի գնումներ է կատարել, ասում է, ակնհայտ է վերջին ամիսներին սննդամթերքի գնի կտրուկ աճը։ Կատնեղենը նույնպես երևի թե մի 150-ի կարգի թանկացել է, ծխախոտը նույնպես 100 դրամի կարգի։ Միջին աշխատավարձը նույնիսկ չի բավականացնի միայն սննդի, իսկ ապրելը դա շատ լայն հասկացողություն է, միանգամայն ոչ։ Միսը 11-ից 14%-ով է թանկացել, կարագը 7,2%-ով, ձեթը 8,2%-ով, հացը գրեթե 4%-ով։ Երևանում շրջելու ընթացքում քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում։ Կարագը թանկացել է, խառը կանաչի ուտենք։ Հատկապես ինչն է թանկացել։ Ամեն ինչն է։ Անհրաժեշտ է մածունը, կաթա, սմետանը, որ առանց դրա հնարավոր չի։ Դու չես կարողանալ 1000 դրամ վերցնես, գնաս մի կաթ, մի մածու սմետան ու տվարով գարնես։ Ինչն է թանկացել ավելի շատ։ Երևի կարագը, պանիրեղենը, այդպես ձեթ։ Միջին աշխատավարձով կարելի է ապրել Հայաստանում։ Մարդը պիտի լավ ապրի։ Կարագը, կատնամթերքը, մսամթերքը։ Թոշակով հնարավոր է գնել այդ ամեն։ Ոչ։ Թոշակառուն պետք է ամսվա կեսից ավելի սոված մնա։ Թոշակառուի գումարը միայն դեղորայքին է բավականացնում։ Հաճախակի առևտուր չեմ անում, դրա համար բայց մի փոքր փոփոխություն զգացել եմ։ Հարցվածների մեծ մասին անհանգստացնում է հատկապես կատնամթերքի թանկացումը։ Հայկական շուկաներից մեկում կատնամթերքը վաճառող տնտեսվարողն ասում է, դեկտեմբերի սկզբից է նկատել թանկացումը։ Նախորդ տարիների համեմատ թանկացել է նաև մսամթերքը։ Պատճառների մասին տնտեսվարողները տեղյակ չեն։ Նախանցած տարվա համեմատած կա թանկացում, մոտ 200 դրամի կարգի թանկացում կա, բայց մենք նույն գնով փորձում ենք վաճառենք, որտեղ առևտուրը շատ թույլ է։ Գնաճը հասարակության տարբեր խավեր տարբեր կերպ են ընկալում, ասում է տնտեսագետ Աղասիթ Հավադյանը։ Կա խավ, որն անգամ միս չի կարողանում գնել ու տեղյակ չէ դրա թանկացումից։ Բնակչության տարբեր խավեր տարբեր ձև են գնում այդ ապրանքների եւ տարբեր ձև են ազդում այդ ապրանքների վրա։ Օրինակի համար ցածր եկամուտներ ստացող խավը իր եկամուտների մեծ մասը, մոտ 60%-ը ծախսում է սննդամթերքի վրա, իսկ սննդամթերքի գները ավելի բարձր աճ ունեն, այսինքն եթե միջինում 2-3 անգամ ավելի շատ են աճում, քան բազային գնաճ, օրինակ 6-9%։ Եվ այս տեսանկյունից նրանք ավելի մեծ ազդեցության են զգում, ավելի զգայուն են գնաճի հանդեպ։ Վերջին ամիսների կտրուկ գնաճն ունի տարբեր պատճառներ։ Տնտեսագետն ասում է, յուրաքանչյուր երկրի տնտեսությունում այն անխուսափելի է։ Հայաստանում մի քանի գործոն է ասել սննդամթերքի արժեքների վրա։ Հատկապես կատնամթերքն է աճել վերջին շրջանում, եթե տարվա սկզբին ենթադրենք կես կիլո թթվասեր ենթադրենք 550 դրամ էր, այս պահին 700 դրամ է, իսկն զգալի է տարբերությունը։ Հիմնականում պետք է հասկանալ, որ Հայաստանում գնաճը ներմուծվող է, այսինքն ներմուծված գների հիման վրա է անդրադառնում, ինչպես նաև սեզոնային, այսինքն սեզոնային գյուղատնտեսական սեզոնայնությամբ երաշտով պայմանավորված սննդամթերքի գները կարող են աճել, սա են հիմնական պատճառները։ Թավադյանն ասում է, գնաճը հաճախ նաև օգտակար կողմ ունի երկրի տնտեսության համար, եթե այն չափի մեջ է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե գնաճն է, այլ աշխատավարձի չափը։ Հայաստանում ցածր ու միջին աշխատավարձը հավասարեցվել է գնաճին։ Սադամ Ակարյան, Նորայր Հակոբյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։